Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ը տեսակապի միջոցով զրուցելու է քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ Հրայր։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեզ միանալու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Հրայր, քննարկենք վերջին իրադարձությունները, 3 գլխավոր դատախազը ներկայացրեց, թե ինչ է պահանջում դատախազությունը ապօրինի գույքի շրջանակներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, դա շուրջ 20 միլիարդ դրամ եւ 22-ից ավել անշարժ գույք Քոչարյանից եւ իր ընտանիքի անդամներից։ Կուզեմ այս process-ի մասին ընդհանուր առմամբ խոսենք եւ հատկապես այն դիտանկյունից, թե ինչու է այս process-ը ընդդիմադիր դաշտի կողմից այսպիսի սուրն եւ բուրըն քննադատությունների առարկա դառնում։ Սկսենք նրանից, որ այս process-ը ուրեմն արդեն տարիներ ընթացող process է։ Առաջին անգամ դատախազությունը հայտարարել էր Քոչարյանից ինչ գույք եւ դրամական միջոցներ են ենթակա բռնագանձման, կարծեմ 2023 թվականին դեռևս։ Դրանից հետո ինչ որ բաներ փոխվել են, երևի համալրել են, բայց ընդհանուր առմամբ նաև նկատի ունենալով հանրության դժգոհությունը, որ process-ը դանդաղ է տեղի ունենում, կարող ենք ասել, որ իսկապես հավանաբար խնդիրներ կան process-ի տևողության հետ կապված, համենայն դեպս հանրության մի զգալի հատվածի մոտ նման մտահոգություններ կան, բայց այստեղ մի երկու կարևոր բան պետք է առանձնացնենք, որ առաջինը այդպես հեշտ չէ ապօրինի կուտակած եւ թաքցրած գույքը որևէ պետության կողմից հետ բերելը եւ նույնիսկ արձանագրելը, թե որտեղ ինչքան է եւ դրա հետ կապված հետո քրեական գործեր հարուցել եւ հետ բերել։ Ընդհանրապես, եթե նման այդպես հեշտ լիներ ամեն ինչը, աշխարհում մաֆիա չէր լինի, անօրինական ուրեմն միջոցներ ու գույք ընդհանրապես չեն լինի, բայց մենք գիտենք, որ նույնիսկ ամենազարգացած աշխարհում նման բաներ տեղի ունենում են։ Առաջինը, երկրորդ ինչ վերաբերում է Հայաստանին, մեր ինստիտուտները եւ իրավական համակարգը դեռևս պատրաստ չէին 2018 թվականից հետո նման գործընթացների, սա առաջին անգամ է, որ Հայաստանում իրավական համակարգը բարձրաստիճան պաշտոնյաների ուրեմն ապօրինի գույքով է զբաղվում եւ բնականաբար այնտեղ թերություններ կարող էին լինել, ցկցկումներ կարող էին լինել, սա էլ է պատճառներից մեկը, թե ինչի գործընթացը այսպես դանդաղ էր տեղի ունենում եւ երրորդ պատճառը, քանի որ 2018 թվականի հեղափոխությունից հետո այնպես չի, որ իրավապահ համակարգի բոլոր աշխատողները ազատվել են եւ նոր մարդիկ են եկել իրավապահ համակարգ, իսկ մենք գիտենք, որ մինչեւ 2018 թվականը այդ համակարգում շատ մարդիկ պաշտոններ զբաղեցրել են տարբեր ծանոթ բարեկամական խնամիական կապերի միջոցով նախկին իշխանությունների հետ, շատ տրամաբանական է ենթադրել, որ նաև ինչ-որ սաբոտաժի փորձեր են եղել իրավական համակարգի ներսում, կապված նրա հետ, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ուրեմն Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի դեմ այդ ապօրինի գույքի բռնագանձման մասով հայցերը դատական ինչ-որ մի համակարգում լռվեն, կոպիտ ասած, եւ առաջ չգնա։ Այս 3 հանգամանքի պատճառով ես կարծում եմ գործընթացը բավականին դանդաղել է եւ հանրության զգալի հատվածի մոտ որոշակի արդարացի դժգոհություն կա այդ տեսակետից, բայց էլի արդարացի է այն դժգոհությունը միայն այն մասով, որը վերաբերվում է նրան, որ հնարավոր սաբոտաժ է եղել իրավապահ համակարգի ներսում։ Իսկ այն երկու գործոններով, որ ես նշեցի, այսինքն ընդհանրապես դժվար երևույթի մասին ենք մենք խոսում եւ երկրորդ Հայաստանը այդքան էլ պատրաստ չի եղել, չի ունեցել փորձ նման գործընթաց վարելու, այդ տեսակետից հասկանալի է իմ կարծիքով, թե ինչու է այս գործընթացը այսքան դանդաղ տեղի ունեցել։ Շատ կարեւոր է մեր հանրությանը բացատրել, որ այդ դանդաղ գործընթացի դանդաղության հիմքում կան
հիմնավոր հանգամանքներ, որովհետև շատ մարդիկ համարում են եւ ուզում են ամեն ինչ եւ միանգամից։ Այսինքն երևի շատերը մտածել են, որ Քոչարյանին եւ Սարգսյանի ապօրինի գույքը կարելի է բռնագանձնել 1-2 տարում ինչ որ գործընթաց սկսելով, նրանց էլ բանտարկել, ինչպես վերջին անգամ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, երբ ինքը մտնում է գյուղ, առաջին հարցը այն է, թե ինչի Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը բանտարկված չեն։ Այսինքն այսպիսի գերագնահատված չափազանցված ակնկալիքներ կան հանրության մի հատվածի մոտ կապված նախկին իշխանությունների ունեցվածքի եւ նրա ընդհանրապես նրանց քրեական գործունեության հետ կապված։ Սա շատ կարևոր է արձանագրել, ինչ վերաբերում է նրան, թե ընդդիմությունը ինչու է դեմ այս գործընթացին, դա ակնհայտ է, չէ, որովհետև իրենց ներկայացուցիչներն են, հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որ դեռևս քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում գերակայություն ունեն Հայաստանում, եւ բնականաբար նրանք հայտարարելու են, որ այն գույքը եւ քրեական գործերը, որ նրանց վրա կան, ուրեմն դրանք ընդհանրապես քաղաքական հետապնդման դրսևորում են եւ իրենք հարստացել են ամբողջովին օրինական ճանապարհներով, ինչը իհարկե աբսուրդ է, նման բան չի կարող լինել, իրենց աշխատավարձը ուրեմն չէր կարող հերիք լինել նրան, որ իրենք այդքան գույքի եւ հարստություն կուտակ էին։ Օրինակ Լևոն Քոչյանը 26 տարեկանում միլիոնատերից ավելի բարձր կարգավիճակ ունեցող ինչպես մարդ է դարձել, այո, եւ ակնհայտ է, չէ, որ ուրեմն Լևոն Քոչարյանը այդպիսի բիզնես ինչ որ հանճար չէր, որ եթե իր հայրը չլիներ հանրապետության նախագահ, ինքը կարողանար այդքան հարստանալ միանգամից։ Այս տեսակետից ես ուզում եմ նաև շատ կարևորենք այն հանգամանքը, որ չնայած այս դանդաղ գործընթացին, այնուամենայնիվ բավական հիմնավոր իրավական ինստիտուցիոնալ ուրեմն մեխանիզմներ են ստեղծվել արդեն Հայաստանում, հատկապես շատ կարևոր է, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքը մտավ Սահմանադրական դատարան եւ Սահմանադրական դատարանը եզրակացություն տվեց, հստակեցնելով, թե որ մասերով կարելի է ուրեմն ապօրինի գույքը բռնագանձվել, որ մասերն են համապատասխանում սահմանադրության։ Այսինքն այս պայմանությամբ Հայաստանում ստեղծվել է մի հատ արդյունավետ ինստիտուտ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը մինչև վերջ առաջ տանելու համար։ Հիմա որոշ հարցերում մենք տեսնում ենք նաև, որ նախկին պաշտոնյաները արդարացնում են, օրինակ Սերժ Սարգսյանի դեմ մի գործ կար, վառելիքի, այո, այդ կապված ինքը դատարանով արդարացվեց։ Այս տեսակետից էլ նաև ակնհայտ է, որ գործող իշխանությունը ինչ որ հրամաններ կամ հրահանգներ չի տալիս դատական համակարգին, թե ինչ տիպի վճիռներ կայացնեն։ Սա շատ ավելի կարևոր է, քան թե այն հանգամանքը, որ ասենք ցանկացած մեղադրական վճռով, որ դատախազությունը ձևակերպում է, ուրեմն մեղավորության դատավճիռներ կայացնեն Հայաստանի դատավորների կողմից։ Շատ ավելի կարևոր է, որ մեր դատական համակարգը անկախ լինի եւ ժամանակի ընթացքում նաև որոշակի վստահություն ձևավորվի մեր դատական համակարգի նկատմամբ, ինչպես որ Արևմտյան Եվրոպայի երկրներում է, քան թե այն, որ ասենք մի 100 միլիոն դրամի գույք ավել կամ պակաս բռնագանձվի Սերժ Սարգսյանից կամ Ռոբերտ Քոչարյանից։ Հրայր, դուք ձեր խոսքում նշեցիք, որ որոշակի ժամանակահատված է պետք այդ գործընթացը իրականացնելու համար եւ նաեւ նշեցիք, թե ինչպես է հանրությունը արձագանքում այդ ժամանակահատվածին։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր տեսակետը, երբ կա հանրության մի ստվար զանգված, որ ուզում է հենց հիմա եւ մի բան էլ ասում է ուշացած է, արդեն 7 տարի է իշխանության եք, ինչու նստած չեն, ինչու բռնագանձված չի, ինչու է ընտրություններից 1 տարի առաջ հանում, քանի որ
որ մենք այսպես ակամայից արդեն ընտրական ցիկլի մեջ ենք, ինձ հետաքրքիր է, թե այս process-ը ինչպես կազդի ընտրությունների վրա, իշխանությունների վարկանիշի առումով դրական, թե հակառակը կմտածեն, որ նախընտրական նույնիսկ այսպես ձևակերպեմ շոուների մակարդակով է սա։ Տարբեր մարդիկ եւ խմբեր տարբեր մոտեցումներ կունենան։ Ես կարծում եմ, որ հիմնական ուրեմն հանրության ամենամեծ հատվածը, չասեմ մեծամասնություն, բայց խմբերի տեսակետից եթե բաժանենք, ասենք մեծ հատվածը, ես կարծում եմ, որ ի վերջո կհամաձայնի այն մտքի հետ, որ սա բարդ եւ դանդաղ գործընթաց է եւ որ ցանկալի է ամեն ինչ անել օրենքի, իրավունքի տառին եւ ոգուն համապատասխան, քան թե արագացնել արհեստականորեն այս գործընթացը եւ արդյունքում ճնշումներ գործադրել դատարանների վրա կամ իրավապահ համակարգի վրա։ Սա շատ ավելի վատ երևույթի կարող է հանգեցնել, քան թե այն, որ գործընթացը դանդաղ է գնում։ Դանդաղ, բայց շատ հիմնավոր եւ ինստիտուտներ ստեղծելով, մեխանիզմներ ստեղծելով է այս գործընթացը գնում։ Ես ուզում եմ նաեւ Եվրամիության օրինակը բերել։ Եվրամիության երկրներում ամեն ինչ շատ դանդաղ է գնում։ Ես կարծում եմ մեր հանրությունն էլ տեղյակ է, որ անգամ որոշումների կայացման գործընթացը, այստեղ մի փոքր որոշումների կայացման գործընթացը ինչքան դանդաղ է տեղի ունենում։ Ես հիմա բնակվում եմ Նիդերլանդներում, ամենատարրական ինչ որ մի որոշում կայացնելը, չգիտեմ, քաղաքում ինչ որ մի շենք կառուցելու կամ դա կարող են հսկայական ժամանակներ ու ջանքեր գնալ, մինչև որ որոշումները կայացվում են, դրանից հետո էլ մինչև որ որոշումները իրականացվում են։ Այնպես որ այս տեսակետից ես կարծում եմ հանրությունը ի վերջո զգալի մասը հանրության կամ ամենամեծ խումբը կհամարի, որ այո, տրամաբանականը եւ որոշակի հիմնավորումներ կան, որ գործընթացը դանդաղ է գնում։ Հատկապես որ մենք տեսնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսկապես հետամուտ է լինում, որ ուրեմն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով գործընթացին հանրությունը հետևի, ինքը ամեն անգամ հատիկ առ հատիկ հեշթեգով Facebook-ում հրապարակումներ է անում, ինքը անձամբ հետևում է այս ամենին, հետևում է, ներկայացնում է հանրությանը ինչ է կատարվում, բայց երբեք չի զանգահարում կամ պարտադրում դատարաններին այս կամ այն վճիռները կայացնել։ Ինչը նախկինում կար նախկին իշխանությունների օրոք զանգով արդարադատությունը։ Այո, ուրեմն կարծում եմ, որ սա ամենամեծ խումբն է հանրության։ Մյուս խումբը, որը որ այսպես շատ ակտիվ քննադատում իշխանություններին, թե 7 տարի եւ այլն, նախ 7 տարի չի, ավելի քիչ է եւ հետո էլ նկատի ունենանք, որ կորոնավիրուս կար, իշխանությունները նոր էին, մի պաուզեցին սահմանական դատարանի կազմին փոխել, չստացվեց, որոշեցին հանրաքվե գնալ, հետո կորոնավիրուս եղավ։ Ուզում եմ ասել, օբյեկտիվ շատ հանգամանքներ կային, որոնք խանգարեցին, որ գործընթացը մի քիչ ավելի արագ գնա։ Բայց տեսեք, այն մարդիկ, ովքեր որ այդպես շատ դժգոհում են, թե 7 տարի է, բա ինչու էսպես, այդ մարդկանց վարքագիծ ընտրություններին ինչպես պետք է լինի։ Բնականաբար, տրամաբանական կլինի, որ այդ մարդիկ գնան եւ ընտրեն այն կուսակցություններին կամ քաղաքական ուժերին, ովքեր հետևողականորեն այս տարիների ընթացքում ասում են, թե իշխանությունը շատ ավելի կոշտ պետք է լիներ, ոչինչ, մի քիչ էլ, չգիտեմ, դատարաններին թող զանգեին եւ այլն, կամ փոխեին, շատ արագ փոխեին։ Պետք է գնան այդպիսի քաղաքական ուժերի ընտրեն։ Տրամաբանությունը դա է հուշում, չէ՞։ Բայց մենք տեսնում ենք, որ այդպիսի քաղաքական ուժերը իրականում շատ քիչ ձայներ են հավաքում։ Վերջի արդյունքը դա Գյումրիի ընտրություններն էին, երբ որ Լևոն Բարսեղյանը հետևողականորեն խոսում էր դատավորների վեթինգից, շատ ավելի կոշտ միջոցներով ուրեմն փոփոխություններ անելու։ Ընդհանրապես մեր հասարակական կազմակերպությունների դաշտում ու իրավապաշտպանների դաշտում կան մարդիկ, ովքեր ավելի կոշտ մոտեցման կողմնակիցներ են եղել։ Բայց մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ուժերը քիչ ձայներ են հավաքում։ Սա նշանակում է, որ
կամ այդ մարդկանց թիվը, ովքեր որ բավականին ովքեր որ խոսում են նրանից, որ գործընթացը շատ դանդաղ է 7 տարի նախ եւ այլն, այդ մարդկանց թիվը քիչ է, կամ այդ մարդիկ դժգոհելով նրանից, որ գործընթացը դանդաղ է տեղի ունենում, գնում քվեարկում են հենց այդ նույն կոռուպցիոներներին, այսինքն Այ քանի որ Սերժ Քոչարյանը բանտում չեն նստած չեն նրանց գույքներ դելիռևս արգրաված չէ, այ ես հենց հիմա կգնամ եւ կքվեարկեմ նրանց օգտին կամ նրանց ներկայացուցիչների օգտին։ Այսպիսի ռացիոնալ վարքագիծ կարող են ընտրողները դրսևորել, բայց սրա հետ ոչինչ հնարավոր չի անել, այդպիսի ընտրողներին ոչ մի ձև դու չես կարող իրենց համոզմունքները փոխես։ Բավարարես, այստեղ ուղղակի պետք է արձանագրենք, որ այդ տեսակ մարդիկ էլ կան։ Մյուսը ինչ վերաբերում է նախընտրականին, ես պետք է նաև ասեմ, որ մի տարուց ավելի ժամանակ կա դեռևս հաջորդ ընտրությունները լինելու են կարծեմ հունիսին կամ հուլիսին։ Այո, 26-ի հուլիսին։ Այդ տեսակետից ցանկացած, քանի որ Հայաստանն էլ դեմոկրատական երկիր է, նույնիսկ 2 տարի առաջվա եւ 3 տարի առաջվա process-ներն էլ կարելի ասել նախընտրական, ինչը ինչ որ տեսակետից ճիշտ է, նախընտրական կարող է համարվել հենց ընտրության հաջորդ օրվանից իշխանության արած ցանկացած գործողություն։ Եվ այս տեսակետից էլ ես էլի ուզում եմ հիշեցնել, որ հենց նույն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի վերաբերյալ այդ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա գործեր դատախազությունը հարուցել է դեռևս 23 թվականից։ Հիմա ընդամենը այդ գործընթացը նորից գնում է, ժամանակ առ ժամանակ ինֆորմացիան դուրս է գալիս հանրային դաշտ, այնպես որ այդ նույն բանը, 20-ից ավելի անշարժ գույք եւ 20 եւ տարբեր ընկերություններում մասնակցություն եւ այլն, այդ ամեն ինչը Ռոբերտ Քոչարյանի դեպքում հայտարարվել է 23 թվականին, ընդ որում կալանք է դրվել նրա գույքի եւ իրավաբանական անձանց մասնակցությունում բաժնեմասի վրա։ Ուրեմն ինչ է 23 թվականին էլ համարենք նախընտրական գործընթաց, որ ասում է նախընտրական գործընթաց, դրանում ենթատեքստում փորձում են ինչ որ նեգատիվ բան ներդնել, բայց չկա այդ միտում կա նման բան անելու, այս կոնտեքստն է։ Որ միտում կա, դրա համար են անում իշխանությունները, որ օրինակ նախկինները ավելի խեղճացած մասնակցեն ընտրություններին, քիչ ձայներ հավաքեն, այս տեսակետն է շրջանառվում։ Հա, բայց այդ գործընթացը տեղի ունենում ընտրություններից անմիջապես հետո 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ խոսումներից մեկը իշխանության այն էր, որ ուրեմն այս ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը արդեն կար եւ շատ կարեւոր նախընտրական ուրեմն հանգամանքներից մեկն էր 21 թվականի խորհրդարան եւ այդ process-ը հենց 21 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո այս ամեն ինչը արդեն իրականացվում էր, էլի, այսինքն 21 թվականի այն հիմնավորմամբ այն արդարացմամբ, որ ասվում է սա նախընտրական է process-ը, նույն ձևի կարելի ասել, որ սա հետընտրական 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական քաղաքական գործընթացի իշխանությունների դրսևորած ուրեմն հետևողականության դրսևորումներից է սա։ Շատ լավ, Հրայր, իսկ ձեր կարծիքով ինչքան խորը կլինի դիմադրությունը այս ուժերի, այս ապօրինի գույքի շրջանակներում ոչինչ չվերադարձնելու առումով, թե կոմպրոմիսային տարբերակներ են հնարավոր, ինչ եք կարծում։ Եթե ես չեմ սխալվում, կա հաշտության համաձայնության տարբերակը, երբ որ դատախազության ներկայացրած բռնագանձման ենթակա գույքի 75%-ը կարծեմ բան է արվում, ուրեմն համաձայնվում է հետ վերադարձնել, գործը չի գնում դատարաններ, բայց կոնկրետ այս մեծ գործերում ներառյալ նաև Հովիկ Աբրամյանի եւ Գագիկ Խաչատրյանի վերագրվող հաշտության համաձայնագրեր փաստորեն չեն կնքվում, ինչը նշանակում է, որ նրանք համարում են, որ եթե գնան դատարան, հնարավոր է դատարանը իրենց օգտին վճիռներ կայացնի։
Կա նաև այն հանգամանքը, որ ամենայն հավանականությամբ նրանք ենթադրել են, որ կարող են ինչ-որ քաղաքական դիվիդենդներ էլ սրանից ստանալ, եթե նման բան ենթադրել են, սխալվում են, որովհետև ինչքան շատ էս մասին խոսվի հրապարակային դաշտ գնա այս ամեն ինչը, այնքան իրենց համար իրականում վատ։ Այդ տեսակետից ես ընդհանրապես կարծում եմ, որ իրենց տեսակետից ավելի ձեռնտու կլիներ գործընթացի պակաս հրապարակայնությունը եւ դատական համակարգում իրենց հնարավոր ուրեմն ազդեցության միջոցով նրանք ամենալավ ելքը նրանց համար այն կլիներ, որ ի վերջո այս ամեն ինչը գնա փակվի եւ արտարացման վճիռներ կայացվեն։ Ուզում եմ ասել, դիմադրությունը իրավական համակարգում է լինելու իրենց կողմից, քաղաքական համակարգում է լինելու ընդամենը Ղարաբաղի հարցը շահարկելու միջոցով, երբ որ շատ հայտնի այդ պահը, որ Նիկոլ Փաշինյանը անդադ նշում է, երբ որ Սերժ Սարգսյանին ուրեմն նման տնտեսական հանցագործություններ կատարել մեղադրանք կա, ինքը գնում է նույնիսկ պատերազմից առաջ 20 թվականին ասում էր Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այսինքն դիմադրությունը նրանց այս երկու հարթություններում է դրսևորվելու։ Ես կարծում եմ, որ ուրեմն դատական համակարգի վրա այլևս նրանք չեն կարողանալու ազդեցություն ունենալ եւ այդ ազդեցությունը բացառված է արդեն մեր ինստիտուտները կայացված են, նոր դատավորներ ունենք նշանակված, նոր դատարան կա, հակակոռուպցիոն դատարան, որը եւ ներգրավված է այս ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի գործընթացում։ Այդ հարցով չեն կարող, դրա համար սկսելու են ավելի շատ դիմադրություն ցույց տալ քաղաքական դաշտում, բայց դե քաղաքական դաշտում էլ մենակ այս հանգամանքով չի, որ ընտրողները կողմնորոշվելու են, այնտեղ այլ ուրիշ հանգամանքներ էլ կան, եւ թե ինչ կլինի իրականում հանրության հավաքական գնահատականը ինչ կլինի եւ այս գործընթացին եւ ընդհանրապես իրական Հայաստանի գաղափարախոսության գործընթացին, դա մենք կտեսնենք ուրեմն հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին։ Շնորհակալություն Հրայր հետաքրքիր վերլուծության համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։